Վաղ առավոտից մեկնարկած քննչական գործողությունների արդյունքում Ալեն Սիմոնյանի հաղորդման հիման վրա իրավապահները Իմենիմնիի փոդքասթում հնչած վիրավորական արտահայտությունների եւ սպառնալիքների հիմքով Նարեկ Սամսոնյանին եւ Վազգեն Սաղաթելյանին ձերբակալեցին ու տարան քննչական կոմիտե։ Այնուհետև միջնորդություն ներկայացվեց դատարան նրանց կալանավորելու համար։ Իսկ որ հաղորդումն է հիմք դարձել Վազգեն Սաղաթելյանի եւ Նարեկ Սամսոնյանին կալանավորելու համար։ Արմլու լրատվականը տեղեկացավ, որ նոյեմբերի 10-ի եթերի ժամանակ նրանք խոսել են Ալեն Սիմոնյանի հրապարակման մասին, որտեղ Սիմոնյանը նրանց անվանել է Շան Լակոտ։ Վազգեն Սաղաթելյանը եթերում մեջ է բերել Սիմոնյանի խոսքերը, այնուհետև շարունակել. Վիրավորական արտահայտությունները բաց եմ թողելու բնականաբար, բայց ինչա սա ասում, հա? Ինքը դիմում է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, ասում է, արդյոք դուք գիտակցում եք, որ երբ գնում եք մի տաղավար, որտեղ երկու խարիզմատիկ երիտասարդներ են, Արա կարող եմ բերնեմ ես, արա դու ավել, արա paraphrase արիր, հա? Բա ինչ անեմ։ Երկու խարիզմատիկ երիտասարդներ, դե պես քեզ տալելուց կարաս բան ասես։ Որոնցից մեկը Միքայել Մինասյանի ձեռամփ է ֆինանսավորում։ Մյուսը գրել է ռոբոյի ձեռամփ, ես կարդացել եմ ռուբոյի ձեռամփ։ Հիմա այսինքն այս անասունը ինչա պատկերացնում, էլի, նայ, այսինքն մեզանից մեկը իբր գումար է ստանում Միքայել Մինասյանից, մյուսը Ռոբերտ Քոչարյանից, այդտեղ արդեն փոխվավ դիվիժենին։ Այսինքն հավանաբար այդտեղ ավելի հավանական է, որ դու ես Միքայել Մինասյանից գումար ստանում, ես Ռոբերտ Քոչարյանից, որտեղ Ռոբերտ Քոչարյանի 21 թվականի արշավում ես մասնակցել եմ։ Այսինքն երևի թե պետք է փորձենք ինչ-որ բան գտնել, չէ՞, գոնե ցորենի այն Ղազախստանից եկող ցորենից մի հատ տրամաբանություն, հա, ես անձամբ էսի այլ ավելի մարազմատիկ է դառնում, որովհետև ես կարծել էի թե Միքայել Մինասյանը հետ ինձ են կապում, եղբորս եւ հորեղբորս ջերմ հարաբերությունների համատեքստում։ Բայց տեսեք ինքը ձեզ տվել է կլյուչ իրան կապելու Միքայել Մինասյանի հետ, բայց ես արդեն գրել եմ Facebook-ում, որ այդ մարդու հետ ես երբևիցե մեկ անգամ շփվել եմ իր հետ սենց ժիվոյ, այսպես ասած, ոչ ֆինանսական, ոչ քաղաքական համատեքստում, այդ ժամանակ առասարակ քաղաքականությունից հեռու է ու չել հետաքրքրվում 15 կամ 16 թվականն է, իրենից չի եղել ինձ առաջարկ համագործակցելու, որտեղ զավեշտ կլներ, կասե ոնց համագործակցել, ես ասում կինոթատրոնում է աշխատում, ասենք համագործակցենք ինչ համատեքստում, ասենք ինչ Դիսնեյի ֆիլմեր նայենք միասին, չգիտեմ, ասենք Միքայել Մինասյանը ինձ ինչ կարար առաջարկեր, ասենք էլի, կամ ես իրան ինչ առաջարկի, ասեի առաջարկում եմ ձեզ լինենք թիմակիցներ, պարոն Մինասյան, օրինակ շաբաթ օրը կազմակերպենք, ինքը ժամանակ ինչ էր աշխատում։ Վազգեն դեսպան էր ինքը այդ ժամանակ։ Դեսպան, օրինակ հայ-իտալական ֆիլմը հաճե Վատիկանում էր։ Չէ, հայ-վատիկանական ֆիլմերի օրինակ փառատոն անցկացնենք, ես էլ տենց դառնամ ձեր թիմակիցը։ Մենակ տենց կարայի դառնայի, հա, որտեվ այդ ժամանակ էդ էր վիճակը։ Հիմա ներողություն։ Ուրիշ համագործակցության եզրակետար։ Չէ։ Ու իդես ինքը ոնց է ներկայացնում իբր Միքայել Մինասյանի։ Արա Ալեն։ Երբ որ Միքայել Մինասյանը դու պատրաստ էիր անգամ բոլոր ընկերներիդ երեխեքի հետ ժամանակ անցկացներ, մենակ թե Միքայել Մինասյանը քեզ նկատեր ու շան տեղ դներ։ Արա դուք չեք կարող հասկանալ, որ այս քաղաքը այնքան փոքր է։ Արա դուք ով եք, արա։ Արա երբ որ Միքայել Մինասյանը դաժե ոնց ասեմ քեզ, քո կողք նայել, քո վրա նայելու համար դու պատրաստ էիր արա ամեն ինչի։ Ով ես դու, Ալեն Սիմոնյան։ Այսօր դու ես այն ավելի բարձր դիրքում, քան Միքայել Մինասյանը երբևէ եղել է իշխանության իր ունեցած դիրքով։ Արա քո կողմ դաժե մարդիկ չեն ուզում թքեն։ Հասկանում ես ով ես դու։ Հələ հիշի, որ Միքայել Մինասյանը դեսպան էր, նախագահի աշխատակազմում էր աշխատում եւ այլն եւ այլն։ Այդ ժամանակ քո գործադրածը ջանքերը Միքայել Մինասյանի աչքին երևալ ու չէր էս տարբեր մարդիկ դերասաններից բռնած վերջացած բաներ։ Ու հիմա պատկերացրու դու ավելի բարձր դիրք ունես, քանի հոգի այս հանրապետությունում պատրաստ քեզ դաժե բարևի ձեռով։ Սուպեր սակոից բացի լավ։ Հələ մա ջոգել է ձեր կռուգից բացի, էլի։ Արա Ալեն, լուրջ ով ես դու, արա։ Ով ես դու։ Ու քո մոմենտով իբր դա բացասական բան է, ունեցել եմ կապ Միքայել Մինասյանի հետ։ Հիմա էլ ունեմ լավ հարաբերություններ ու դա իմ համար բացասական երանգ չի Ալեն։ Ի տարբերություն քեզ, որ դու պատրաստ էիր հետույքով տարատեսակ բաներ բաց թողել կամ տարբեր բաներ մցնել, որ մենակ քեզ ուշադրություն դարձնի։
ի տարբերություն քեզ ես եղել եմ, ունեցել եմ եւ ունեմ լավ հարաբերություններ, ու ես դրանց չեմ ամաչում։ Դրա մեջ ես վատ բան չեմ տենում։ Ամոթը քո հետ կապ ունենալն է։ Այսօր, երբ որ դու իշխանության ես, արա, ամոթա դա ուղակի։ Ես գետինը կմտնեմ, որ ինչ-որ մեկն ասի, որ ես Ալենի հետ կապ ունեմ, արա։ Ու իմ նման հաստատ 100,000-ավոր մարդիկ։ Այնուհետև Վազգեն Սաղաթելյանը հայտարարել է. Ես իմ Facebook-յան պոստում նշել եմ, որ Նիկոլ Փաշինյանը եւ Ալեն Սիմոնյանը սուտասան բոզի տղերք են, որտեվ ինձ վերագրում են ինչ-որ ֆինանսավորում, որի հետ որևէ կապ չունի։ Ես այդտեղ հասկացել եմ, որ Միքայել Մինասյանի հետ են ինձ կապում, փաստորեն Ռոբերտ Քոչարյանի հետ կապում։ Ուստի հիմա ասում եմ, Ռոբերտ Քոչարյանի հետ երբևէ կյանքում չեմ ունեցել շփում, Ռոբերտ Քոչարյանից երբևէ 1 դրամ ֆինանսավորում չեմ ստացել, իր թիմից չեմ եղել եմ Վայե Հակոբյանի, Սյունիքի նախկին մարզպետ, եւ հիմա էլ իր հետ շատ ջերմ հարաբերություններ ունեմ, իր մամուլի քարտուղարն եմ եղել, Վայե Հակոբյանի հետ աշխատել ենք, Վայե Հակոբյանը որոշում է կայացրել դաշինք կազմել Ռոբերտ Քոչարյանի հետ եւ գնալ 21 թվականին ընտրությունների այդ դաշինքով, ես եղել եմ այդտեղ, աշխատել եմ Վայե Հակոբյանի հետ։ Ռոբերտ Քոչարյանի հետ որևէ կապ չեմ ու չէի ամաչի, ինչպես դոս, եթե չէի ամաչի, օրինակ եթե Ռոբերտ Քոչարյանը 21 թվականին կանչեր ինձ Վայե Հակոբյանը ասեր Վայե ջան, օրինակ ինձ անհրաժեշտ է որ Վազգենը ես չեմ բացառում որ կունենայի, ես չեմ բացառում որ Միքայել Մինասյանի հետ կարայի կապ ունենայի ու եթե դա ունենայի, ինձ համար դա որևէ կերպ չէր լինի ինչ որ արատավորող տեղեկություն։ Բայց դուք սուտասան բոզի տղերք եք, որտեվ դուք ինձ վերագրում եք ֆինանսավորում ու պնդելով համատեքստերն, որ իբր ես հիմա ձեզ ասում եմ, ինչ ասում եմ, որտեվ ինձ դրա համար վճարում են, որը բացարձակ չի համապատասխանում իրականությանը։ Ես ասում եմ ձեզ, այն ինչ դուք կաք, որովհետև ես համոզված եմ, որ դա այդպես է, եւ ես փաստարկում եմ, որ դա այդպես է, եւ մենակ ես չեմ դա ասում, մենակ Նարեկը չի դա ասում, մենակ ես մի լսարանը չի, որ դա ասում է։ Ժողովրդի ճնշող մեծամասնություն ու դրա մասին են հավաստում են, որ փողոցում ով գալիս մեզ տեսնում է, իսկ դա հարյուրավոր մարդիկ են, օրական տասնյակ մարդիկ, հա, եթե մի քիչ շատ են քայլում փողոցում, բոլորը ասում են, ինչ լավ է, արա ախպեր ջան, արա։ Причем կանայք, տղամարդիկ, այսինքն ստեղ արդեն այդ նույնիսկ այդ հայհոյանքի բանը երկրորդական է դարել, այդ ինչով դուք փորձում եք մեզ թիրախավորել, հայհոյախոս երիտասարդները։ Մարդկանց համար արդեն այնքան բան է դարել, որ ուրիշ բառ չկա դրան ասելու, արա։ Տարակ 5000 երեխա զոհիկ Արցախը իր սաղ դարավոր պատմության մեջ հայաթափեցիկ, 140,000 հոգի սարքեցիկ բան քոչվոր։ Ու դրանց պետք է ինչ-որ մեկ ասի եւ դրա Վազգեն իզուր ասեց բոզի տղա, կարելի էր ասել ինչ։ Չէ, արա, արդեն մարդիկ հասկանում են, որ ուրիշ բառ չկա ձեզ ասելու։ Չկա, օբյեկտիվորեն չկա, դուք մենակ դրան եք արժան։ Ինչ որ դու մեզ գրել ես այդ հայոյանքը, դա դու չես կարա փաստարկես, որտեվ դու դրա հիմքում դու մեզ են որ իբր մենք հիմա փողով ենք ասում քեզ ինչ ասում ենք, ես քեզ ասում եմ որ դա սուտ է, դու չես կարա դա որևէ կերպ ապացուցես։ Իսկ վերջում Նարեկ Սամսոնյանը պատասխանելով Սիմոնյանի վիրավորական հարցին Շան Լակոտին տվել է պատասխան։ Այս որ ասել ես Շան Լակոտներ, մեզ մտնելու համապատասխան տեղդ։ Երբ որ դու չլնես իշխանության, հա որ բռնել չտաս։ Մենք էլ չենք լնելու իշխանության։ Մենք հիմա էլ իշխանության չենք, կարում ենք էս ասենք։ Այս ասածդ բառը թղթի վրա գրելու եմ ուտես։ Այ մեզ սենց կֆուր տալու համար։ Ուտելու ես թղթի վրա գրած այս ասածդ։ Իմացի։ Քանի որ վերջացնում ենք սրա կտորը, երկրորդ կտորում ես Չասեն էլի բռնություն, մռնություն, ուտելու մասին է խոսքը։ Ուտելու ես, այս գրելու ենք լափես։ Մի քիչ կեչուպ կանենք։ Դե կեչուպը չգիտեմ, բայց այդ արդեն ոնց կուզի, կարող է սոխել է ուզում այդ։ Կարող է մայոնեզ ասիլում։ Բայց դրան վտանգավոր է տենց հեղուկներ տալ։ Կարող է սովորության համաձայն տանիքսի հետևի վրա։ Սմասկան։ Չէ, ախպես մարդը մեզ տես քֆուր է տալիս։ Դե բռնի ալեն, բռնելու ես, ավելի վատ։ Ախտը գալու է։ Երկրորդ մասում սա ինչա ասում։ Որպես պրետենզիա լի ներկայացնում է երկրորդ նախագահին։ Ասում է, եթե 44 օրյա զեկույցը տենց կարևոր էր, ու դու ասում ես, որ դրա մեջ ինչ որ կարևոր է դրա հրապարակումը, ապա ինչու որ գաղտնազերծել են եւ այդ գաղտնազերծման դոպուսկը ունի ընդդիմադիր բոլոր падգամավորները ունեն, ընդամենը ուրեմն 2 հոգի է գնացել եւ ծանոթացել Տիգրան Աբրամյանը եւ Գեգամ Մանուկյանը։ Սրանով փորձելով ներկայացնել, որ իբր դա այդքան էլ կարևորություն չունի։ Հիմա տես։ Նախ սկսենք նրանից, որ դուք եք առաջին հերթին դրան տվել մեծ կարևորություն, որտեղ իրականում լայն հանրության համար կարևորություն չունի, որտեղ բոլորը արդեն գիտեն, որ դուք
կամ դավաճան եք, կամ ապիկար եք, կամ ես չգիտեմ, հանցավոր աստիճան ոչ կոմպետենտ եք եւ այլն եւ այլն։ Այսինքն դուք եք ասում, որ հեսա այդ զեկույցումը նենց բաներ ա լինելու, որ չեք պատկերացնում։ Ես վստահ եմ, որ տենց դրա չհրապարակումը կապված է հենց նրա հետ, որ չկար դա տենց բաներ։ Այսինքն ստե կարևորա ոչ թե այդ փաստաթուղթը, այլ կարևորա դրա հանրայնացումը եւ այն, որ դուք դրանից խուսափում եք, ինչի եք խուսափում, որովհետեւ արդեն հանրության մոտ ստով ձեր քարոզարշավների ժամանակ, հետագա բոլոր ժամանակներում դուք պնդել եք, որ հեսա բացահայտելու եք 5-րդ շարասյունը, դավաճանական գործողություններ եւ այլններ, Անդոնը գնաց այդքան աշխատեց եւ այլն, եւ հիմա ասում են ախպեր ջան, բա մեծ հրապարակի, որտեվ երբ որ հրապարակեք ու մեջը տենց բաներ չլինի, այդ ժամանակ այս բոլոր մարդիկ հավելյալ առիթ են ունենալու ասել, որ դու սուտասան ես։ Իսկ ինչի՞ է գնացել Տիգրան Աբրահամյանը։ Ես ենթադրում եմ, անկեղծ եմ ասում, ոչ Տիգրան Աբրահամյանն է, խոսել սրա մասին, ոչ նախագահի հետ խոսել։ Ես քո գրառումից եմ իմացել, որ երկու հոգի գնացել է ծանոթացել է հետ, որովհետև չեմ հետաքրքրվում տենց մանրամասներով, հա։ Տիգրան Աբրահամյանը փորձագետ է այդ դաշտում։ Իմ կարծիքով, սա իմ ես ոնց կանեի, ու կարծում եմ տենց են արել։ Իմանալով, որ մեջը եսի ինչ էլ չկա, որովհետև խափել եք մարդկանց, ասելով, որ հեսա բացահայտելով եսի ինչեր, հա, ոնց որ պիտի բացահայտեք հոկտեմբերի 27-ում եսի ինչեր, մարտի 1-ում եսի ինչեր, հա, նույնն էլ է սա։ Տիգրանին Աբրահամյան որպես փորձագետի համարել են, որ ամենաճիշտը ինքը գնա մի հատ ծանոթանա, գնացել է ծանոթացել է, դե իրավունք էլ չունի ոնց հասկանում եմ, մեզ օրինակ ասելու, ես տենց եմ հասկանում, հա, իմաստը է գաղտնիության։ Բայց եկել է ու մարդկանց փորձագիտական վերլուծություն է ներկայացրել, թե վերջի ինչ էր այդտեղ։ Ամեն դեպքում ձեր չհրապարակելը ու այն, որ դուք այդքան խափել եք ժողովրդին ասելով, հեսա տեսեք ինչեր ենք բացահայտելու, Քոչարյանը մարդ էր ուղարկում, ասում էր տարածեք, որ արդեն հողերը տվել են, Սերժը էլ ավելի շուտ էր տվել եւ այլն, պարզվել է ոչի բան չկա, որտեվ եթե մի գրամ ձեր համարը օգտակար տեղեկություն ելներ, արդեն վաղուց բոլորը ձեր պատերին դրել էիք, ոնց որ հիմա բոլորը ինկուբատորի սկզբունքով դնում եք ձեր պատերին այդ անհեթեթությունները, այդ կտորները, մեկնաբանությունները նախագահ Սարգսյանի երեկվա խոսքից։ Նույնը կանեիք։ Իսկ որ չեք անում, դա ապացուցում է, որ այդ տարիների վեր, երբ որ դուք ասել եք, որ հեսա պիզդեց բաներ եք բացահայտելու, ոչ մի բան էլ չեք բացահայտել։ Просто դրա գրած նորից կարդացի ներվայնացա։ Հալա թեթև տարախ բերարես։ Էտա էլի, ու պրիտորակ դες ինչ ենք մոռացել, որ էսի ախրանիկներին մարդ է բռնել տալիս, թքում է մարդու վրա։ Հա։ Ու էս տղեն կարա ինչ որ մարդկանց, այտենց վիրա, արա հասկանում ես, ասենք դու կարաս, ես կարամ պաշտոնյային քֆուր տամ օրինակ, էլի։ Դա նորմալ է, դա դաժե 100 հատ կոնվենցիաներով ու բանով հաստատված է։ Արա բայց երկրի թիվ 1 քաղաքական պաշտոնյան, հա, որտեղ ազգային ժողովի նախագահը ըստ էության թիվ 1 քաղաքական պաշտոնյան է սահմանադրությամբ։ Արա հելնի մարդուն մարդկանց ասի շան լակոտներ, արա։ Լավ, մակարդակ ուր արա։ Բա ասենք կյանքի մեջ իր նշած մարդը իր իշխանություն ունենալու ժամանակ Միքայել Մինասյանը որևէ մեկի իր անդիմախոստերին, որոնք քֆուր էին տալիս, ինչ ասես ասում էին, իրան թույլ կտարսես բան ասել հրապարակային արա։ Էսով եք դուք, արա, էսա ձեր մակարդակը, մերը մատա ցույց տալի, թքում է մարդկանց վրա, ինքը բռնում մարդկանց փողոցում բանա, բռնում է մարդկանց վրա թքում, հա։ Ու սա դեռ իրավունք ունի խոսա բարոյականությունից, մի հատ քիչ է մի հատ է մարդկանց այտենց բաներ էպիցենտներ կպցնի։ Սպասի ալեն, քալու է վախտը, որ դու նորից իշխանություն չես ելնելու։ Պրիչո մի բան էլ է Սալենի մասով ասում, էսի մոռացանք, ուրեմն իսա ինչ ասում, ես էլի որակում է տալիս եւ այդ որակման հիմքում դնում են, որ մենք մեր խոսքում օգտագործում ենք ոչ նորմատիվ լեքսիկա։ Արա բա Նիկոլետ, այդ որ Աստծո հետ էր համարյա թե արդեն անալոգիա տանում, իրան էիք ծապ տալի, որ ասում էին ում եք ծապ տալի, ասում եք Աստծուն։ Արա Նիկոլետ ընդ ասում շին եմ, դոմփ եմ, ասում իրանք մտել են ուրիշ մարդկանց, այն մարդկանց մոտ է գնացել ասում, որոնք մտել են այլոց անձնական կյանք, անկողին, իրա մասին է էլի ասում այդ թվում։ Արա մտել եմ, ինչի՞ եմ մտել, ինձ տհաճ էր դա անելը։ Ես պարզ ասում եմ։ Արել եմ դա այն օրը, երբ որ Նիկոլը հերթական անգամ մտել է մարդկանց անկողին, մտել է բարձրաստիճան հոգևորականների անկողին։ Պետական Երբ որ ասել է արի ճուճուլս ցույց տամ, արա։ Հա, ասել է կաթողիկոսին ասում ախպեր, արի բանը, արի քեզ համապատ ինչ ասես օր։ Հա, արի ճուճուլ դնենք անա, որտեվ ճուճուլն է ինչ է փաչում։ Արի ճուճուլը ցույց տամ ասում է։ Ես էլ արդեն իմանալով նաև այդ տեղեկությունները մեկը քո մասին, արա, որ դու այնքան պիղծ ես, որ ամուսնացած լինելով, արա, երկրորդ անգամ, ամուսնացած լինելով երեխեքի տեր, ընկերոջդ 17-18 տարեկան
աղջկան էիր դոմփում, արա, հետո էլ հիմա հետո ապրում ես, երկար ժամանակ հետո ապրում էիր։ Այսինքն ապրում էր հետը կինը երեխեք հետ ապրում էր այդ ուրիշ տեղ։ Դու ապրում էր մի տեղ, իրանք ուրիշ տեղ, արդեն պաշտոնական հարաբերություններ, մոտիկ ընկերոջդ աղջկա հետ։ Ու դու ասում ես նախագահը գնացել է մարդկանց մոտ, որոնք անձնական կյանք են մտնում։ Արա վարչապետը տա մտես, արա եթե սովորական մարդ է մտնում, ու անտեղի եթե մտնի, ես էլ հալկա հասկնա ինչ որտեղ։ Նախ անտեղի չեմ մտե, ի պատասխան եմ մտե, երկրորդը ես գոնե ձայնագրություններ, բաներ, արա, տարել եք մարդկանց տներում կամերաներ եք դրել, եթե հավատանք, որ դա իսկական է ձեր պնդմամբ, հա։ Կամերաներ եք դրել, արա, մարդու զուգարանում, մարդու սպալնյայում, մարդու զալում, այդ կեղտոտ կամպրամատն եք հավաքել մարդկանց վրա, ու հիմա դու եկել ես ինձ տենց պրետենզիա ես անում, ին վրա վերցնեմ այդ պրետենզիան, որտեվ դրա ոնց որ բանը ես էի, հա, մտքի հեղինակը, ու ես մի գրամ չեմ բանանում, ափսոսում, որ դա արել եմ, այո, տհաճ էր, հասկանում եմ նաև այն մարդկանց, ովքեր ասում են այդ մասը դուրս չեկավ, շատ կանայք են դրա մասին ասում, մեր ընկերները, ես հասկանում եմ ձեզ ու եսը չէի ուզի, որ դա ստիպված լինեի անել, բայց համարել եմ, որ պիտի անեմ, որտեվ մարդիկ պետք է իմանան սրանց կեղտոտության աստիճանը, որ հիմա եկել է մեզ ասում, որ մեզ ասում է լեքսիկայի ու բանի անկողին մտնող, շիզոֆրենիկ ես արա, արա ձեր ողջ քաղաքական կենսագրությունն է դրա շուրջ, հիվանդ հո չես արա։ Արա ասում եմ մարդ, որը երբ որ ընդդիմադիր էր, ասում էր լեգալայզ պետք է անել մարիխուանան ու պորնո նկարելը։ Ես հիմա եմ հասկանում խերետի ուզում պորնո նկարել լեգալայզ անել ապա։ Ես վաղ չէի պատկերացնի որ դրա համար է ուզում։ Փաստորեն արդեն նպատակներ ուներ նաև էլի։